Ողջույն սիրելի հետևորդներ, այսօր մամայի տարե դարձնա, տեսանյութը դեռևս անցյալ շաբաթ պետք է դիտեիք, բայց քանի որ Զատիկը արանքում եղավ, մենք դիտեցինք Զատիկի տեսանյութը, ովքեր չեն դիտել Զատիկը կարող եք դիտել նաև, շատ հավես տեսանյութ է ստացվել։ Այսօր առավոտյան սուրճի ժամը ու մենք միասին համ շնորհավորենք մամային, համ էլ մեր պատրաստած նվերները կտանք, դուք արդեն տեսել եք բոլոր նվերները, հիմա տեսնենք մեր տատիկը հավանում է թե չէ։ Պես են առավոտյան շնորհավորել է, իր նվերը իր կողմից արդեն տվել է ու գնացել է աշխատանքի։ Իսկ երեկոյան գալու է մեզ բոլորիս տանի վրացական ռեստորան։ Դե եթե մենք գնում ենք, պարզավոր դուք էլ մեր հետ միասին։ Ապրես, հիմա նայենք միասին, հա։ Վայ, ինչ սիրուն է, ժողովուրդ։ Շատ սիրուն է։ Շքեղ է իսկական ինձ։ Հիմա բայց պետք է դնես։ Չէ գունավոր բաներ սիրուն Գիտեմ, դրա համար էլ հենց այդ ենք։ բազմագույն։ Դե պետք է դնես։ Հենց հիմա։ Հա, հենց հիմա։ Հենց նայ։ Շատ սիրուն եղավ։ Պրեք շնորհակալություն, իմ ճաշակով։ Շատ սիրուն եղավ տատիկ։ Հիմա Ժակլին, հա լավ, Շաղլոտն է տալիս։ Բեր։ Ապրեսի ողջի, շատ ապրես, շնորհակալ եմ։ Հիմա տեսնենք իմ աղջիկ ինչ է նվիրել ինձ։ Ինչքան բաներ ունեն։ Քո սիրելի դու։ Այս իմ սիրելի դուխին է, այս կբացենք, գցենք, որտեղ դուխից չեմ բերել։ Այսի ոտքիս առասնող կրեմա։ Ես ինչ նոր բաներ ունեմ, այս պամադան վերջն է։ Որը այս շրտներ կսիրում է, շատ։ Ապրեք։ Շնորհավոր։ Ներսի։ Ասկում ֆրանսերեն ասեցին։ Հիմա հետնա, բեբեկիս հետ։ Քո հերթնա բեբեկի Դու դու։ ես ինձ բան նվիրել։ Հա, ինքն էլ է բերել տատիկ։ Այս ամբողջը իմն է։ Ապրես։ Ապրես իմ աղջիկ։ Շատ ապրես։ Տեսնենք այստեղ ինչ լավ բաներ ունեն։ Դե իրար հետ էլ կգնանք շոփինգի, ես ուղակի քեզ նվերներ, որ դատարկաձեռն չլինենք։ Շատ սիրուն է, գույնել է սիրուն։ Իրականում շատ համոզեցի։ Իմ աղջիկը կօգնի ինձ։ Իմ սիրելի մատերիալն է։ Սենց թեթև կտորներ եմ սիրում։ Ես քեզ լավ եմ ճանաչում։ Սաթենիկս։ Լավ ես ճանաչում, այս ջինսիքից սիրուն էլ կլինի։ Շնորհակալ եմ, ապրեք։ Դու էլ ապրես, որ ծնվել ես։ Տատիկն է։ Շատ լավն է։ Քո սիրելի գույնն է։ Ճիշտ եք նկատել իմ սիրելի գույնը։ Տանը կգցես վրետ։ Դե մարդ պետք է բախտ ունենա էլի։ Ամեն մարդը չի վիճակվի։ Գնա Եվրոպաներում ծնունդ նշի։ Այսքան նվերներ ստանա։ Գնանք շոփինգ կանենք, քո ճաշակով էլ կընտրես։ Ոնց որ բոլորի ճաշակով էին։ կանի։ Հա։ Եղավ։ Շատ լավ եղավ։ Շնորհավոր կյանքի կս։ Մի երկու այդքան էլ որ ապրես։ Դավիթը 120 տարի է տվել, դրանից ավել հարամ է։ 120։ Հա լավ, 120 ապրի գոհ եմ, հա, աստծուցել եմ գոհ քեզնից։ 120 տարի որ ապրես, ես երջանիկ կլինեմ։ Ես չեմ ուզում այդքան։ Դավը հետս կրվում ասում դու 50 տարի չունես։ Հենց կրվում է իջացնում, հա։ Այդ բարիշումը 120 տարի է, հենց հետս կրվում է 70 ապրել եմ ասում դու 50 տարի չունես։ Քեզ Բդոյան հələ լսի։ Հա, հարցեր մի դուր։ Տալիս եմ։ Կնոջդ 120 տարի ենք տվել Ալենքը ապրել։ պես ուզում է 120 տարի ապրի։ Բայց դու համաձայն ես, դե որ ինքը 120 ապրի, դու մինիմում մի 130 պետք է ապրես, որ մենակ չմնաս, էլի։ Չամիջ ինչ տա պետք։ Ես չամիջ սիրում եմ։ Ձեզ լիքը
Կյանք երկար, համ առողջ ապրեք, համ երջանիկ ապրեք, համ ուրախ ապրեք։ Ապրես իմ աղջիկ, ապրես ջանս տակած։ Ինչ եկել այստեղ մրսում է, այստեղ Բելգիան խոնավ է, էլի ինքը որ նոր ես գալիս, մինչև օրգանիզմդ կլիմային հարմարվում է, անդադ դող կա ջանի մեջ։ Ես էլ որ նոր է եկել, է տենց էր, իսկ հիմա ամարձմեր ես կարճաթևով եմ, ինքը այդ բանի մեջ է, պրոցեսի մեջ է։ Մենք արդեն դուրս ենք եկել, գնում ենք ռեստորան։ Այս Սաթենիկը սիրա outfit-ով, այս էլ ես, սպասում ենք մեքենան լիֆտով բարձրանա վերև, որ նստենք։ Լավ է, էլի, որ ես հայլին կա, սենց գալիս ենք, մի հատ մեզ նայում ենք, Մեզ կարգին տեսնում ենք հլը սիրուն ենք հակնվել, թե չէ։ Եթե չէ, հետ ենք գնում նորից փոխվում ենք ու իշնում ենք։ Այս հայլին դրանով է, էլի լավ։ Գնացինք ոնց որ մեր ավտոն եկավ։ Հանդիպենք այդտեղ։ Քանի որ մամայի տարեդարձը իրենց Բելգիա գալուց ընդամենը 2 օր հետո էր, մտածում էի շատ խառը կլինեմ եւ իմ ձեռքով չեմ կարող պատրաստել տորթը, կգնեմ խանութից, բայց գիշերվա 1000-ին մտքա փոխվեցի եւ որոշեցի կարմիր թավշյա տորթը թխել։ Այս տորթի բաղադրությունը իմ ալիքում կա, եթե հիշում եք, պատրաստել ենք միասին։ Իդեպ ասեմ, սա արդեն 3-րդ անգամն է, որ թխում եմ այս տորթը ու շատ համեղ է ստացվում։ Այնքան համեղ, որ նույնիսկ արդեն որոշել եմ, որ բոլոր տարեդարձի տորթերի ձվանի խմորի փոխարեն այս խմորն եմ օգտագործելու։ Դե քանի որ գիշերվա 1000-ին էի մտածել տորթ թխելու մասին, դիզայնի մասին էլ ընդհանրապես չէի մտածել, ստացվեց այն, ինչը հնարավոր էր այդ պահին։ Վրացական փոքրիկ ռեստորանում ենք, փոքրիկ, բայց շատ հյուրընկալ։ Մեզ դիմավորեց Նինոն, ռեստորանի տիրուհին, որն իր ջերմ ժպիտով եւ ամիջականությամբ է ստեղծում այդ մթնոլորտը։ Վրացական ամենահամեղ ուտեստները կարող եք փորձել այս ռեստորանում, եթե երբևէ կլինեք Բրյուսելում։ Ժողովուրդ, այս կամերան կրուգլասուտիչնի պետքա չանջատեմ։ Զոքանչ հեսա անենց կատակներ են անում։ Այդ կանը որ նկարեմ պետքա կրուգլասուտիչնի չանջատեմ։ Շնորհավոր Զոք ջան։ Այսօր պատրաստելու ենք շատ համեղ դեսերտ բնական մրգերով, այստեղ ունենք խտացրած կաթով կարակով պատրաստված կրեմ, թավշյա կարմիր տորթի խմորն եմ անրեցված եւ մրգեր։ Երեկվա տորթը այնքան բարձր էր ստացվել, որ մի շերտը ստիպված չդրեցի ու այսօր հենց այդ շերտով
Համեղ դեսերտ ենք պատրաստելու։ Խմորը մանրացնում ենք, վրան լցնում ենք կրեմ եւ մրգեր, եւ դա կրկնում ենք եւս մեկ անգամ։ Ստացվում է շատ համեղ դեսերտ։ Իսկ այսօր սիրելիներս եկել ենք IKEA երեխաների սենյակի համար պահարան եւ մահճակալ գնելու։ Մահճակալը արդեն տեսել եմ ինտերնետով, մնում է այսօր տեղում տեսնել եւ գնել, իսկ պահարանը դեռ եւս պետք է ընտրենք։ Իսկ դուք մնացեք մեզ հետ մինչև վերջ, եթե ուզում եք իմանալ ինչպես կարող եք ձեր ուզած մոդելի պահարանը հավաքել ինքնուրույն։ Մի հատ գինի դասրախ մենք ապեր։ Ասները հետ, նա։ Լավ, մի հատ տեղեր հավաքեք։ Չէ, մատրասները հետը չի առանձինը։ Ոսկե ապարանջան մորքուրի կողմից։ Ում տամ։ Սիրուներ գույնը շատ համանեցի։ Ես ուզում եմ ձեզ ցույց տալ, թե ինչ հնարավորություն ունի IKEA-ն, որ դուք ինքներդ կարող եք օգտվել։ Իհարկե սա նրանց համար է, ովքեր որ տեղյակ չեն, մի շատ հետաքրքիր ծրագիր ունի, որտեղ ինքներդ կարող եք ձեր ընտրած պահարանը վերափոխել, այսինքն դարակների դիրքերը փոխել, ավելացնել, պակասացնել, ինչ ուզում եք, դուք կարող եք անել, ընտրում եք մակետը ձեր ընտրած կահույքի ու մեջը ձեր ուզած ձևով վերափոխում եք։ Հիմա ձեզ ցույց տամ, որ հանկարծ այստեղ կլինեք ու այստեղից կահույք կգնեք, իմանաք, որ այդպիսի բան կարող եք անել։ Հիմա այստեղ իրենց տեսականին է, ընտրում ենք այն կահույքը, ասենք, որ ձեզ դուր է եկել։ Ենթադրենք այս եղածների միջից սա ենք ընտրում։ Ու մեր ուզած ձևով ձևափոխում ենք։ Այստեղ տեսեք, կարող ենք սկսել դռներից։ Դռների տեսականին է ու արժեքները։ Փոխենք մեկ այլ դռնով։ Կապույտ ընտրենք, ավելի տեսանելի լինի, բայց բաց գույների մեջ չի երևա։ Տեսեք, ձեր դուռը արդեն փոխվեց, ընտրեցիք դուռը։ Հիմա այստեղ կարող ենք հետ գնալ, ներսում ձևափոխենք։ Գույնը կարող եք էլի փոխել։ Լավ, թողնենք սրա վրա։ Հիմա դարակները շագանակագույն փոխեցինք, ենթադրենք։ Մի քանի տարբերակներ առաջարկում, կարող եք այստեղ ըստ ձեր ուզածի ձևափոխել։ Դարակների դասավորվածությունն է փոխում ու դուք ընտրում եք ձեր, ասենք, վերջնական տարբերակը։ Ենթադրենք սա ընտրեցինք։ Հիմա հետ ենք գնում։ Ընտրում ենք աքսեսուարներ։ Սրանից վերել դնել ամենատակ։ Ուր է տանում գցում։ Ես տակն էի ուզում, ապեր ջան, արի ստեղ։ Ահա։ Ասենք 2 հատ դրանից դնենք ամենատակը։ Այստեղ։ Այստեղ, ահա։ Այս երկու արկղերը ավելացրեցինք։ Այս մեկը, որ գնաց սխալ տեղ ընկավ, հիմա ես նշում եմ ասենց ու աղբն եմ նետում, այստեղից հանում եմ։ Այստեղ ունեն նաև բռնակներ, տարբեր։ Ընտրում եք ձեր հավանած բռնակը, ոսկե գույն կդնենք։
Սենց ավելի սիրուն եղավ։ Այստեղ լույս կարող ենք ավելացնել ներսում, լույսերի տեսականին։ Սեն տափակ երկարներից էի ուզում։ Տեսակ, լույսերն էլ դրեցինք։ Աքսեսուարների համար նախատեսված դարակ եմ ընտրում, նայեք, բռնում եք մկնիկով, այսպես տանում եք ու տեղավորում եք, ենթադրենք այս առաջին, այստեղ եմ ուզում դնեմ, այստեղ գույնը կընտրենք էլի, սաղ դնենք ստեղ, աքսեսուարի դարակը դրեցինք ստեղ, տեսակ, այլ ինչ կարանք անենք, տեսեք, այս դարակները կարակ տեղափոխեք, բարձրացնեք, իջացնեք, եթե չեք ուզում, հանեք։ Հիմա նայեք, այս մեջ տեղինը ես կջնջեմ ու տարածքը ավելի կլայնացնեմ, իմ ուզած չափով կդարձնեմ դարակները։ Մի հատ էլ այսենց արգանայզեր կտանենք, կդնենք, պետք է այսինքն նախորոք նշենք, ենթադրենք այս մեջտեղի դարակում ենք ուզում, արգանայզեր դնենք, վերցնում ենք ու դնում ենք այդտեղ, վերջ, ամենավերջում, տեսեք արդեն իմ կառուցած պահարանի գինը դարձավ 1275.92, բայց սկզբում 700 քանի եվրո էր, 750 էր ոնց որ, վերջացրեցիք աշխատանքը, այստեղ ֆինալիզե եք անում, վերջացնում եք, պրոժեկտը պատրաստ, ձեր պահարանը հեսա, արդեն պատրաստ է։ Եթե դեռևս վերջնական չեք որոշել ուզում եք այս պահարանը թե ոչ, սեղմում եք այս կոճակը, որպեսզի հաստատվի մի փոքր ուշ։ Եթե այստեղ enregistré անեմ, այսինքն հաստատեմ, արդեն դուրս կգա ցուցակը ու կվերցնեմ ու կգնամ իմ պահարանի հետևից։ Արդեն կարող եք առաքումը պատվիրել տուն կամ ինքներդ իջնել ներքևում այդ տպած թղթով վերցնել բոլոր դետալները, տանել ինքներդ հավաքել։ Այսա, գտանք այդ մահճակալի պարագաները։ Մեր ընտրած մոդելի պահարանը ձևափոխման ենթակա չէր, ստանդարտ էր, այսինքն կան կահույքներ, որ ստանդարտ են, դուք չեք կարող ձևափոխել, դրա համար առայժմ մենք տուն ենք գնում միայն մահճակալով։ Սաթենիկ, հավանեցիր մեր ընտրությունը։ Հավանեցի շատ։ Հա։ Մնում է տանենք տուն, հավաքենք, տեսնենք ոնց է լինում։ Ikea-ում լինես ու իրանց պաղպաղակը չուտես, այդ հանցագործությունն է։ Ես գիտեմ, որ նույնիսկ մարդիկ կան, հատուկ հասնում են Ikea պաղպաղակ ուտելու համար։ Հիմա ես կոպեկներ ունեմ։ Անցած անգամ որ եկել ենք, առնել ենք ու պաղպաղակ էլ չկարողացանք ուտենք։